ԱՄՆ-ի խոզի մսի արտահանումը կենտրոնական Ամերիկա 2024 թվականին հասավ նոր բարձունքների, գերազանցելով կես միլիարդ դոլարը։ Սպառողների կրթական ծրագրերը, որոնք հնարավոր են դարձել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի ազգային խոզի խորհրդի աջակցությամբ, մեծ տարբերություն են ստեղծել։ Մենք շատ կրթական աշխատանք ենք կատարել ԱՄՆ-ի խոզի միսը ներկայացնելու որպես ափսեի կենտրոնում սպիտակուցից մեկ տարբերակ, մենք փորձում ենք բարելավել դրա իմիջը, որպես շատ լավ, սննդարար նյութերով հարուստ, համեղ սպիտակուց։ Այն ունի հեշտ օգտագործվող բազմաֆունկցիոնալ հատկություններ։ Այդ պատճառով մենք փորձում ենք տարբեր բաներ անել ԱՄՆ-ի խոզի մսի տարբեր կտրտվածքներով, որպեսզի մարդիկ այն դիտարկեն որպես մատչելի այլընտրանք։ Այդ կրթական ջանքերից շատերը կենտրոնացած են եղել լոյնի բազմաֆունկցիոնալության մատչելիության վրա։ Եվ բոլոր այն կտրտվածքները, որոնք կարող ենք ստանալ լոյնից, օրինակ քաուբոյ, ռիբայ, սթրիփ լոյն։ Եվ այդպես մենք փորձում ենք սովորեցնել մարդկանց ու ցույց տալ, որ լոյնից ստացվող բոլոր այս կտրտվածքները ոչ միայն մատչելի են, այլ շատ համեղ են, եթե դրանք ճիշտ ծով պատրաստեք ու օգտագործեք։ Oat, break time 0, 5 skit։ ԱՄՆ-ի խոզի միսը մեծապես շահում է տարածաշրջանի մեծ մասում ամբողջությամբ մաքսազերծ մուտքից, սակայն Պանամայում որոշ դժվարությունների է բախվել, քանի որ այնտեղ խոզի մսի արտահանման սահմանաչափ է սահմանվել, ինչը չի համապատասխանում արտրային համաձայնագրի պարտավորություններին։ Այդպիսի երկրներ, ինչպիսիք են Գվատեմալան, Էլ Սալվադորը, Հոնդուրասը, Նիկարագուան, Կոստա Ռիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, բոլորը զրոյական մաքսատուրքեր ունեն, քանի որ ազատ արտրի համաձայնագրի մասնակից են, միակ երկիրը, որտեղ մաքսատուրքը 0 կլինի 2026 թվականին Պանաման է։ Այսպես որ մենք դեռ որոշ դժվարություններ ունենք Պանամայում տեղական ներքին արտադրողների պատճառով։ Դա շատ ուժեղ ասոցիացիա է։ Նրանք վերջին տարիներին մեծ ճնշում են գործադրել կառավարության վրա որոշ քաղաքականությունների ու համաձայնագրերի հարցում։ Բայց մնացած երկրներում մենք կարող ենք տեսնել այն օգուտը, որ ստացել ենք ազատ արտրի համաձայնագրից։ Պանամայում այդ ներմուծման սահմանափակումները նույնիսկ որոշ ապրանքների պակասի են հանգեցրել։ Օրինակ, Թոնի Ռոմա ռեստորանը, նրանք չկարողացան ունենալ իրենց կողիկները։ Նրանց գլխավոր ուտեստը, կողիկները, տարվա վերջին եռամսյակում չկարողացան մատուցել, ոչ մի տեղական արտադրող չկարողացավ մատակարարել այդ ապրանքը։ Հուլիսին կենտրոնական Ամերիկան կրկին ուշադրության կենտրոնում կլինի, երբ Ռսմեֆը կազմակերպի Լատինական Ամերիկայի ապրանքների շոուքը։ Այս միջոցառումը տեղի է ունենալու Գվատեմալա քաղաքում, հուլիսի 30-ին 31-ին մենք ակնկալում ենք, որ մոտ 400 մարդ կմասնակցի այս իրադարձությանը։ Մենք արդեն սկսում ենք հավաքել այն մասնակիցների ցուցակը, որոնց բերելու ենք Կենտրոնական Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Կոլումբիայից, Կարիբյան տարածաշրջանից։ Այսպիսով գիտեմ, որ այս տարի էլ դա հիանալի միջոցառում է լինելու։ Ավելին իմանալու համար ԱՄՆ մսի արտահանման ֆեդերացիայի գործունեության մասին Կենտրոնական Ամերիկայում ամբողջ աշխարհում խնդրում ենք այցելել ysmith.org